No foto. Ay, չիտի մացավ։ Ուդեմ որ խոսամ մի րոպե։ Նա չիտի մացավ։ Բարի օր սիրելի երոստատիրող, այսօր պատրաստելու ենք բոլորիդ գոմեն սիրված կաղցրի տեսակ, որը պրոֆիտրոլներն են, կամ կարող ենք ասել էկլեր, ոնց ուզեք, բայց կարևորը շատ համով է, հետաքրքիր ձևով է պատրաստվում, շատերը միշտ վախեցել են էկլեր կամ պրոֆիտրոլ պատրաստելուց, դրա համար որոշեցի այսօր բաղադրատոմսով սկիզբել, որպեսզի ոչ մի բանից չվախենաք ու պատրաստեք։ Այսօրվա բաղադրատոմսի համար, խմորի համար մեզ պետք է 4 հատ հավգիտ, 150 գրամ ալյուր, 75 գրամ շաքարավազ, 110 մլ կաթ, 110 մլ ջուր, Քրեմի համար մեզ պետք է 2 հատ ցվի թեղնուց, 125 գրամ կարակ, աղ, վանիլին և օսլա, 2 ճաշի կտալ ալյուր, 250 մլ կաթ, շաքարի փոշի պրոֆիտրոլների կամ էկլերների վրա ցանելու համար։ Մի հատ բաժակ եմ բերում ջուրին, մոտավոր 110 մլ եմ դնելու, այսինքն այսքան։ Դե ինչ, ջուրերը կան, կարագը կա, կարող ենք արդեն ավելացնել ու գործի սկսենք։ Ավելացում եմ ջուրը, կաթը, կարագը, արդեն սպասում ենք հալի, կամաց ավելացում ենք մի բթունց աղ, դե իհարկե մենք բոլոր համեմունքները, ալյուրի տեսակը, շաքարավազը, ամեն ինչ օգտագործում ենք միայն մանրանիկ, ինչպես որ վանիլը, դե իհարկե վանիլը 10 գրամ է, 5 գրամը օգտագործելու եմ խմորին, 5 գրամը քրեմին, մի հատ խառնում եմ և շաքարն ենք դնելու, ավելացում եմ, խառնում ենք, արդեն տեսնում ենք, որ ամեն ինչ տաքացավ և իրար հետ ընդելացավ, ավելացնելու ենք ալյուրը, մինչ այդ կպատրաստենք ալյուրը, ավելացում եմ մանրանիկի ալյուրը, մի քիչ թափելով, ոչինչ, պատահում է, նայեք արդեն հալվում է, ալյուրը մոտավոր 1-ից 1 բաժակ քառորդ եմ ավելացնելու, բայց մեկը առաջ ավելացնեմ, խառնեմ, հետո կնայեմ ոնց է ու կավելացնենք, քանի որ ինքը պետք է բնդանա արդեն, ոնց տեսնում ենք արդեն կարող ենք ավելացնել մնացածը, իրականում անջատում ենք, քանի որ էլ չենք կարա տաքացնենք իրեն, դրա համար gradually են ավելացնում, այսինքն կամաց են ավելացնում ալյուրը, ճիշտ այսպես, օպա, լավ խառնում ենք, ինքը դենց միահապաղ զանգված է թողնալու, մի քիչ զարնում ենք իրեն այսպես, հիմա իրեն պետք է դանենք միքսերով հավգիտները ավելացնենք ու ինքը կլինի պատրաստ, այս հավաքում ենք, մաքրում ենք, իհարկե ABC-ով մի հատ օջարվենք ու շարունակենք, այսպիսի զանգված ենք ունենում, տեսեք,
Իրականում հավգիթը մեկ-մեկ են ավելացնում, երկու հատ ավելացնում եմ, խառնում եմ ու հետո արդեն կշարունակենք։ Մեր խմորը պատրաստ է, բայց ընդհանրապես պրոֆիտրոլի օրենքը այսպիսին է, որ այս խմորը պատրաստ լինելուց պետք է տնենք մի քիչ կհանգստանա ու քաշվի, այսինքն մի քիչ բաղի ու հետո իրեն արդեն տնենք եփելու։ Այսինքն մի քանի րոպե իրեն թողելու ենք ու հետո սկսենք։ Իսկ եթե դուք ուզում եք այս բաղադրատոմսը այսօր պատրաստել, կարող եք ամեն ինչ գնալ ուտուտ սուպերմարկետից վերցնել, չմոռանաք, որովհետև այնտեղ կա ամեն ինչ, եւ ուտելիքի վերաբերյալ եւ տան վերաբերյալ ամեն ինչ։ Եվ ամենահետաքրքիր մասը, որ խաղարկության կարող եք մասնակցել, նամանավանդ հունիսի վերջը արդեն իրենք ընտրելու են շահողին, ու շահողը ինչ է շահում։ Նորակառույց բնակարան։ Մի խոսքով, շտապ եք գրումները կատարել ուտուտից եւ խաղարկության մասնակցել, մի հատ էլ արդեն cashback կստանաք, քանի որ ունեն հաջողակ կդրոն giveaway-ը, նվերները, որը շաբաթական 20 հոգի են ընտրում ու իրենց ծախսածը ուտուտ սուպերմարկետից հետ են վերադարձնում։ Մի խոսքով, լավ տարբերակ է։ Այսի սառնարան տնենք ու շարունակենք։ Երբ որ սառնարան մտնեմ, մի քիչ ինքը ամբրանում է։ Ես ինչպես որ տեսակ 4 հատ հավգիծ չի դրեցի, 3 հատ դրեցի, քանի որ տեսա, որ արդեն մենք ունենք մեր ինչ որ պետք է։ Այսպես փակում եմ ու ուղարկում եմ սառնարան, տեսակ։ Դե ինձ սիրելիներս արդեն բաղել է, գնացինք։ Լցում ենք այսպիսի դոբրակների մեջ, որպեսզի տնենք եւ խմորները չերոցի ափսեի մեջ տնենք ու թխենք։ Մի հատ այսպես անում ենք, մի քիչ կդրում ենք, ուպս, գնացինք։ Եվ այսպիսով կովկովի թնում ենք։ Արդեն պատրաստ է, կարող ենք տանել չերոց։ Պետք է ցածանա 165-ի վրա, ուրեմն 30 րոպե 165 աստիճանի վրա պետք է եփի, այսինքն բարձր չէ, ու մինչև պատրաստ լինելը մենք կպատրաստենք քրեման։ Ավելացնում եմ կաթը, 2 ճաշիկ տալ ալյուր, 1, 2, կես ճաշիկ տալ օսլա, 5 գրամ վանիլին, շաքարը, հավգիթի տեղանոցը, Հիմա պետք է եփենք։ Դե ինձ սիրելիներս, մեր էքլերները կամ պրոֆիտրոլների խմորները արդեն գրեթե պատրաստ են։ Գնանք չերոցից բերենք ու արդեն քրեմաները տնենք մեջը։ Գրում ենք։ Մի հատ նայեք հոդը, մի հատ նայեք վիճակը, սիրուն, մեր տախտակի վրա տնենք, որ մեկ-մեկ բացենք ու պատրաստենք քրեմային։
պետքա սենց լինի։ Կտրատում եմ։ Իդեպ, սիրելիներս, եթե սիրտ չունիք պատրաստելու, մենք մեր շաղիկ ռեստորանում միշտ ունենք պրոֆիտրոլներ կրեմայով, մի հատը շոկոլադա պատված է, մի հատը պիստակի կրեմով է, մի հատն էլ փոշի շաքարով է։ Կարող եք երբ ուզեք գնաք ուտեք կամ պատվիրեք, բայց եթե ուզում եք բաղադրատոմս սովորել, արդեն մենք ցեզի այսօր տվեցինք։ Տեսնում եք մեր սոսը ինչ վիճակի է։ Սոս ասելով միջուկի կրեման է։ Այսպիսի վիճակ պետք է ունենա։ Եվ մեկ-մեկ լցնում ենք մեր կրեմից։ Եթե բինդ եք սիրում, կարող եք մի քիչ ավելի սառնարարում թողել ու ինքը կբնդանա, բայց ես օրինակ սիրում եմ մի քիչ ավելի թույլ, պապուկ։ Նայած ոնց եք սիրում։ Հիմա նայեցեք ինչ ենք անելու, դենց հարմոնի, կարծես թե մյուզիկ ենք նվագելու։ 3, 4, տիկ, 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 ուպս, տիկ, գնացինք, 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 գնացինք։ Մանանիկով ենք սկսում, մանանիկով ենք վերջացնում, գնացինք։ Մեկ են ծախլիկ եղա ես, ինչի։ Ով անհամբեր, մենք շարում ենք մեր անուշիկ ափսեին։ Եվ այսօրվա պրոֆիտրոլները կամ էկլերները պատրաստ են։ Դուք էլ պատրաստեք եւ վայելեք։ Բարեխորժակ։ Դե ինձ սիրելիներս, մեր պրոֆիտրոլները պատրաստ են, ես չեմ ուզում ստեղից ուտեմ, որպեսզի չի բջացնեմ մեր անուշիկությունը։ Տեսեք ինչ համով է մեջի սոսը։ Գնացինք նայի տակը, ինչքան լավ եփել է։ Այսպիսի նուրբ էկլեր կամ պրոֆիտրոլ չեք կարա պատկերացնել։ Շատ համով է, անպայման կպատրաստեք, ոչ թե փոշմանելու եք։ Այսպիսի համով հեշտ արագ բաղադրատոմս չեք գտնի, իրական կսեմ։ Անպայման պատրաստեք վայելեք այս ձեր ընտանիքների հետ։ Իսկ մենք վաղը կհանդիպենք ժամը 9:00 17:00 Կենտրոն TV եթերով։ Համի գախնիկ շաղի հետ։ Ցտեսություն։